Փետրվարի 12-ին հայ առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Վարդանանց տոնը։ Այս առիթով Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ միացնաեջ Մայր տաճարում մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Հայրապետը հավատացյալներին օրհնություն բաշխելով եկեղեցական թափորի ուղեկցությամբ եկավ Մայր տաճար։ Վարդանան կանունով ճանաչվում են այն նահատակները, որոնք իրենց արյունը թափեցին ավարայրի ճակատամարտում, հանուն քրիստոնեական հավատի եւ հայրենիքի։ Տոնը հաջորդում է Ղևոնդյաց քահանաների հիշատակի օրվան։ Վարդանանք Պարսկաստանի դեմ մղած պատերազմի ժամանակ 451 թվականի ավարայրի ճակատամարտում ընկած 1036 հայ նահատակներն են, որոնց հիշատակը ամեն տարի տոնախմբում է եկեղեցին։ Մենք հայերս չհամաձայնվեցինք փոխել մեր կրոնը։ Չուրացանք մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Չուզեցինք այն փրկության հույսը, որ մեր սրտերում կար, փոխանակել կրակապաշտության կամ որևէ այլ կրոնի, այլ պաշտամունքի հետ, չաստվածների պաշտամունքի հետ, դիվական երևույթների հետ, որոնք որևէ օգտակարություն մարդուն ոչ ֆիզիկապես անգամ եւ ոչ մանավանդ հոգեվոր առումով չեն կարող տալ։ Մեր հայրերը, մեր պապերը, մեր նախնիները այդ քաջությունը ունեցան, այդ ամրությունը ունեցան, այդ հավատքի զորությունը ունեցան մարտնչելու, պաշտպանելու, իրենց կյանքը տալու, որպեսզի հարատևի մեր երկիրը, որպեսզի ամուր ու հաստատ մնա մեր հավատքը, որպեսզի իրենց ժառանգները, իրենց հետնորդները ներքին ցնծությամբ, ներքին ուրախությամբ, կարելի ասել հպարտությամբ հիշեն, որ ունեցել են այդպիսի քաջ նախնիներ, որոնք պատրաստ էին իրենց անձը դնելու այն սրբությունների համար, որ կոչվում են հայրենիք, որ կոչվում է հավատք, որ կոչվում է քրիստոնեական կյանք։ Այո, նրանք տվեցին եւ հիմա մենք օրինակ ենք վերցնում նրանցից, պետք է վերցնենք նրանցից եւ մենք էլ ձգտենք ըստ ամենայնի ապրել այնպես, պայքարել այնպես, թե մեր ներքին թշնամիների եւ թե արտաքին թշնամիների դեմ, որպեսզի ամուր ու անսասան մնա մեր հավատքը, հարատևի մեր հայրենիքը եւ մեր ժողովուրդը նորից վերադառնա այն պանծալի վիճակին, որ կոչվում է քրիստոնեություն, որ կոչվում է հավատքի կյանք։ Վարդանանց տոնը իր խորհրդի մեջ միավորում է նաև բոլոր ժամանակներում հայրենյաց պաշտպան հերոսների հիշատակը։ Մայր տաճարում մեկտեղված մարդիկ ակնածանքով, հավատով մասնակցեցին սրբազան արարողության ժամանակ կատարվող խորհուրդներին, խոստովանություն, հաղորդություն։ Այս տոնը հենց ինքնին արդեն ավելի շատ հոգևոր պատերազմի մասին է, այսինքն մենք ոչ թե կռվում էինք արտաքին ուժերի դեմ պարզապես որպես թշնամիներ, այլ մենք կռվում էինք մեր հավատքի համար, մեր հավատքը պահելու համար, մեր խաչի համար։ Դրա համար հենց այս տոնը ուզում եմ առանձնացնել որպես հավատքի տոն, որովհետև մեր հերոսները, ինչպես ասում են, իմացյալ անմահություն, այսինքն նրանք զոհվեցին անմահության համար, նրանք չէին կարող նստել եւ կամ կրոնափոխ լինել պարզապես, չնայած դա ավելի հեշտ կլիներ իրենց համար, դա կբերեր արտաքին խաղաղություն, սակայն իրենք ընտրեցին կռվել մահվան գնով եւ պահել իրենց հավատքը, հավատարիմ մնալ ավետարանին։ Վարդանանց անհանց խորհուրդը դարերով ուղեկցել է մեր ժողովրդին եւ ճակատագրական գրեթե բոլոր պահերին ոգևորել է եւ այս նվիրումով հայ ժողովուրդը մասնակցել է օրասական մարտերին, ճակատամարտերին, պատերազմներին եւ հաղթանակած դուրս եկել։ Մեզ համար առանձնահատուկ կարծում եմ խորհուրդ ունի Վարդանանց խորհուրդը, որովհետև սա հանուն հավատքի եւ հանուն հայրենիքի պատերազմ էր։ Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի եւ Վազգենյան հոգևոր դպրանոցի հոգևոր տեսուչ Տեր Հուսիկ Աբեղա Սմբատյանը։ Պատարագիչ հոգևորականը քարոզում անդրադարձավ Սրբոց Վարդանանց տոնի խորհրդին, զուգահեռներ անցկացրեց մեր ժամանակների հետ։ Այն մեզ համար պատմական հիշատակ չէ միայն Վարդանանց տոնը եւ խորհուրդը, այլև ներկա պատասխանատվություն եւ ապագայի ճանապարհ։ Վարդանանց տոնը կոչ է անում մեզ նախ եւ առաջ
վերականգնելու մեր ազգային միասնությունը, միմյանց հանդեպ հարգանքով, խոնարհությամբ, համբերատարությամբ եւ սիրով։ Այն նաեւ կոչ է անում մեզ անհատապես միմյանց հանդեպ լինել սիրով, հարգել միմյանց եւ մեր հասարակությունը կառուցել քրիստոնեական արժեքների ու հարգանքի հիման վրա։ Այս տոնը կոչ է անում նաեւ մեզ վերանորոգելու մեր ուխտը մեր մայր եկեղեցու հավատքի, հայրենիքի ու միմյանց հանդեպ։ Հրավիրում է մեզ հաստատուն մնալու մեր հավատքի մեջ, սիրելու մեր հայրենիքն ու եկեղեցին եւ հավատարիմ մնալու Աստծուն բոլոր փորձությունների մեջ։ Սուրբ Պատարագի Տեր Ողորմեա երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն աղոթեցին ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի եւ բոլոր գերիների ազատության, եկեղեցու անսասանության, ինչպես նաեւ հայրենի երկրի խաղաղ ու բարոր կյանքի համար։ Վարդանանց տոնը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի անվանակոչության օրն է։ Վարդանանց քաջերից էր Գարեգին իշխանը, Պատարագիչը միաբանության եւ ներկա հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորեց վեհափառ հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ։ Սուրբ Պատարագից հետո կատարվեց հայրապետական մաղթանք։ Հայրապետական մաղթանքը մեր հայ եկեղեցու ծիսական կարգերից մեկն է, որի ժամանակ մենք միասնաբար աղոթք ենք բարձրացնում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ամենայն հայոց կաթողիկոսության անսասանության եւ հոգեվոր պայծառության համար, որպեսզի Տիրոջ հովանու ներքո շարունակի Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին անշեղորեն իրականացնել իր առաքելությունը։ Նաեւ մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված, որպեսզի Տերը արևշատ օրեր պարգևի ամենայն հայոց հայրապետին, Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին, որպեսզի իր հովապետության ներքո մեր եկեղեցին շարունակի արձանագրել նոր ձեռքբերումներ, հոգևոր եւ մեր ազգային կյանքում։ Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա եւ օրհնյա, զազգս հայոց, եկեղեցիս Հայաստանյայց, ընդհանրյալ սուրբ եւ պատվական խաչմտքոյի խաղաղության, Գրկյա, ազատյա, հերևելի եւ աներևույթ տշնամյաց, արժանավորյա գոյությամբ փառավորել, իսկ ես ընթոր եւ ընսրբող կույտ, այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։